Հարգելի բարեկամ, Աստված հայ ազգին շնորհ է տվել հանձնելով դրախտավայրը, Արարատ լեռը և ի վերջո իջնելով մեր սուրբ երկրի վրա, հիմնելով Էջմիածինը, Սուրբ Էջմիածինը, այդ շնորհը տրվել է հայ ազգին, պատահական է, պատահական չի, Աստծու կամքով էր, Տերը այդպես կամեցավ։ Եվ ցավալի է, որ այս վերջի ժամանակները մենք դա չենք գիտակցում, թե դա ինչ կարևոր շնորհ է մեզ տրված էր, որ մենք պահապանը լինենք այդ ամեն սրբությունների։ Իսկ այդ բանը գիտակցում են բոլոր ազգերը, բոլոր հին ազգերը, որոնք գիտակցում են, որ իրենք դուրս են եկած դրախտավայրից, իրենց օրարանը դա դրախտավայրն է, իրենց երկրորդ կյանքը սկսեց Արարատ լեռան վրայից, և սա բոլոր ազգերը, այսպես ասեմ, դա գիտակցում են և դա հասկանում են։ Եվ այդ ընթացքում բոլորը տարբեր ձևի փորձում են տիրանալ կամ այդ երկիրը, այսինքն հողատարածքը, որը դարերի ընթացքում ստացվել է, հնարավորություն է ստացել իրանք դա անեն, և կամաց մեր երկիրը մասնատել են, մեր իսկ տգիտության պատճառով, մեր ազգի մեծերի տգիտության պատճառով, մեծամտության պատճառով կորցրել ենք, և ամենակարևորը չգիտակցելով, թե մեր շնորհը, մեր կոչումը, մեր առաքելությունը այս երկրի վրա ինչն է, ինչում է։ Եվ այն ինչ որ կատարվում է այս վերջի 30 տարիները, նույնպես գաղտնիք չի, այսինքն կապված է դրա հետ։ Այսօր կուզենամ խոսել այս նյութի մասին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ, Հայաստան աշխարհը դա մինչև օրս կռվա խնձոր է հանդիսանում մեծ տերությունների համար, միշտ էլ եղել է այդպես, որտեղ Հայաստանը դա պորտն է աշխարհի, որտեղ ամբողջ հանգույցները հավաքված և այնտեղից է կյանքը սկսում, այնտեղից է սնվում ամբողջ աշխարհը, հոգևոր, մարմնավոր, այսինքն բարիքներից օգտվելով, և բոլոր այդ կայսրությունները, պետությունները իմանալով դա ուզեցել են տիրանալ Հայաստան աշխարհով, որը ստացվել է դարերի ընթացքով, և մենք ունենք այսօր այն, ինչ որ ունենք, և այսօր Արցախի կորուստը դա կարելի ասել այդ դրա շարունակությունն է, այդ ամենի շարունակությունն է, որ մենք կորցնում ենք, և ասենք, որ այո, հայ ազգ կամ ինչ, հայ ազգն է մեղավոր, այո, մեղավոր է այնքանով, որտև չենք գիտակցում մեր առաքելությունը, չենք գիտակցում, թե ինչ է տրված մեզի, Աստծուց ինչ շնորհ է տրված, և ցավոք սրտի օտար ազգերի, կայսրությունների, պետությունների, գաղտնի ծառայությունների այսօր շնորհիվ է, որ սերմանվում է հայ ժողովրդի մեջ այդ պառակտումը, իր ազգի բարիքների, շնորհների նկատմամբ տարբերությունը, սենց մի տեսակ արհամարհանքը, և մարդու մեջ դաստիարակում են, որ միայն նյութականն է, դրամը, փառքը, պատիվը, և ոչ առավել ևս դրանից ոչ մի բան։ Դարերի ընթացքում, ինչպես ասեցի, կռվախնձոր ենք եղել, որտև արևմուտքը ուզեցել է անցնի արևելք, մենք ենք խանգարել, արևելքից արևմուտք և այլն, և այլն, և այն ինչ որ հիմա է կատարվում, ոչ մի բան չի փոխվել, օրինակ վերցնենք, պարսիկները ուզեցել են գրավել Հայաստանը, եկել են մի մարզպետ, մեկին դրել են իրենց կողմից հայ, որը պետք է կառավարի, գրավել են Հայաստանը, հույները Բուզանդյան իր կողմից եկել է ուզում է հետ գրավի, ինքը մի հայ է վերցնում, որի շնորհիվ գրավում է այն Հայաստանի տարածքները, սպանում է կամ դուրս է գցում այն հային, որը պարսկամետ էր,
Եվ այսպես շարունակ պարսիկ, հույն, ռուս, թուրք, օսմանցիները եւ այլն արևմուտք, արևելք այսօր սա ամենը շարունակվում է եւ դա արվում է հայերի ձեռքերով շատ կարևոր է նշել որ դարերի ընթացքում երբ որ ավելի ճիշտ քրիստոնեությունը սկսեց տարածվել եւ երբ որ քրիստոնեությունը դարձավ պալատական կրոն, այսպես ասեմ, մտավ կայսրական պալատների մեջ, նշեմ, ով որ չգիտի, որ հայ ժողովուրդը, հայ ազգը առաջի պետական քրիստոնեությունն է ընդունել, որպես ազգ, որպես ժողովուրդ, պետություն, առաջի քրիստոնեությունն է ընդունել 1700 տարի առաջ եւ այսօր հիմա նոր այսպես բառ կա տարածված նարատիվներ են տարածում որ հայ եկեղեցին 1700 տարի է կարծես թե այսպիսի բան է ասվում որ մի օր արթնացավ Տրդատ թագավորը որոշեց Հայաստանը որ պետք է դառնա քրիստոնյա եւ այդ օրվանից հիմնվեց հայ եկեղեցին ոչ հայ եկեղեցին ունի 2000 տարվա պատմություն մենք ունենք առաքելահիմն եկեղեցի, որի հիմքը դրել են առաքյալները եւ Հայաստանում ունեցել ենք համայնք, քրիստոնյա, եկեղեցի, եպիսկոպոսներ, հոգևորականներ, հայ ազգի, այսպես ասեմ, եւ 301 թվականին դա ուղղակի պետական կրոն է ընդունվել, այսինքն այլևս քրիստոնեությունը չի հալածվել եւ բոլորը ազգովին դառել ենք քրիստոնյա։ Եվ քրիստոնեությունը զարգացել է, ոսկեդար ենք ունեցել եւ այդպես տարածվել ենք։ Եվ երբ որ պալատական դարձավ արևմուտքում քրիստոնեությունը կայսրության մեջ, կայսրությունների համար շատ կարևոր էր մի միջոց ունենալ, որպեսզի կառավարես, որի միջոցով կարողանաս գրավել ուրիշ փոքր պետություններ։ Դա կրոնն էր։ Կրոնը շատ կարևոր դեր խաղաց քրիստոնեության միջոցով գրավել ուրիշ պետություններ, փոքր ժողովուրդներ, փոքր ազգեր, փոքր երկրներ, այսպես ասեմ, թագավորություններ։ Եվ երբ որ արդեն քրիստոնեությունը 5-րդ դարում բաժանվեց, երբ որ հայ եկեղեցին չընդունեց Քաղքեդոնը, այսինքն ինչպես մեր եկեղեցու հայրերն են ասում, քողարկված նեստորականությունը չընդունեց, այդ կայսրությունները նախ հռոմեական, հետո բուզանդական սկսեցին ճնշում բանադրել հայ ժողովրդի վրա, հայ ազգի վրա, պետականության վրա, որ մենք էլ ընդունենք այդ Քաղքեդոնը եւ իրենց հավատալիքները, այսպես ասեմ, որ արդեն Քաղքեդոնը երբ որ սկսեց արդեն 7-րդ, 8-րդ դարում ամրապնդվել այդ կայսրությունների մեջ, իրենք միշտ մեզ ուզեցել են միջև օրս ուզեցել են պարտադրել մեզ վրա իրենց դավանանքը, իրենց հավատալիքները, որտեվ այդ կրոնի իրենց հավատքի միջոցով մեզ դարձնում են իրենց պես եւ հլու հնազանդ։ Պատմությունը հիմա շատերը երևի գիտեք, որ երբ որ հայերը օգնության են դիմել քրիստոնյա պետություններին, բոլոր ժամանակներում միշտ իրենց օտար, այսինքն ոչ քրիստոնյա արշավանքների դեմ, օրինակ կարաբական, պարսկական, հա, տարբեր օսմանական, սելջուկ, մոնղոլ, թաթար, հա, մենք դիմել ենք օգնության, մեզի պայմաններ են դրել, որ ընդունեք Քաղքեդոնը կամ Քաղքեդոնը եթե Քաղքեդոնը չեք ընդունում, ընդունեք, որ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին պետք է տոնենք, գինիի մեջ ջուր պետք է լցնենք, այսինքն պատարագի գինիի մեջ հացը թթխմորով պետք է լինի եւ այլ ծիսական բաներ, որը ներմուծվում էր հայ ժողովրդի մեջ, ստիպված որոշ բաներ ընդունել ենք, մինչև 8-րդ դարում Գրիգոր Հովհաննես Օզնեցին ամենը մաքրում է, վերականգնում է, բայց որոշ ծիսական, այսինքն հագուստի մեջ, եկեղեցու կահկարասի մեջ, այսպես են սրբությունների մեջ որոշ բաներ ընդունել ենք, դրա համար կարելի է նայել, ասել էսի կաթոլիկներից է վերցված, սա հույներից է վերցված։ Եվ այս բանը մեր վրա պարտադրելով հայ եկեղեցին միշտ դարեր շարունակ դիմադրել է, միշտ պայքարել է, միշտ դիմադրել է, որովհետև իր մեջ կար հայ գնահապետի մեր նախահոր այդ հոգին, այդ ոգին, որը ինքը պայքարեց բելի դեմ եւ հաղթեց եւ դրանով մեր
արյան մեջ, մեր DNT-ի մեջ, գենետիկայի մեջ դրեց այդ պայքարելու խավարի, ստի դեմ պայքար եւ այդ պայքարի բանը մեր մեջ կար, որը արտահայտվեց նաեւ երբ որ Տրդատը ընդունեց քրիստոնեություն, հռոմեական կայսրությունը 313 թվականին հարձակվեցին Հայաստանի վրա եւ հայերը հաղթեցին եւ դա մենք տեսնենք 451 թվականին, երբ որ հայերը կռվում էին պարսիկների հետ, հա, իսկ քրիստոնյա աշխարհը քրիստոսաբանական հարց էր լուծում, խաչի վրա Աստված ամեռը թե մարդ։ Եվ հայ ժողովուրդը այդ հոգին ընկալեց, ընդունեց այդ պայքարելու, հաղթելու, թեպետ պարտվում էր ֆիզիկապես, տարածքներ էր կորցնում, բայց նորից վերականգնվում, որտեղ Քրիստոսի այդ հարության հոգին նաև կար եւ հայ նահապետի ոգին, որը մեզ առաջնորդում էր։ Դրա համար տարբեր պետություններ դարերի ընթացքում սկսեցին մտածել, ինչպես կարելի է այս ժողովրդին անկոտրուն ժողովրդին կոտրել, սպանել, ջախջախել, այդ ամենը պառակտումները իր հերթին, բայց մյուս կողմից սկսեցին գտան, թե որն է այդ ինչ ասեմ, ուժը, որ ժողովրդին այդ հոգին է տալիս, այսինքն անկոտրուն պայքարող, դա եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին իր դավանանքով, հավատամքով, Եվ իրենք սա հասկանալով ավելի սկսեցին պայքարել եկեղեցու դեմ։ Ես մի տեսահոլովակ ունեմ եւ ռուսերեն եւ հայերեն հայ ազգի պետականության մասին։ Ես հետո կտեղադրեմ այս տեսահոլովակի վարի մասում, կարող եք նայել։ Դա պետականությունը, դա հայ եկեղեցին է իր դավանանքով։ Հիմա այստեղ չընդլայնվեմ, չխոսեմ, բայց դա շատ կարևոր է եւ նույնը հռոմեական եկեղեցու պետականությունը դա իրենց հավատքն է, ինչպես բուզանդական եկեղեցու, այսինքն ռուս եկեղեցի լինի, բուզանդական ուղղափառության այսպես ասեմ պետականությունը, դա իրենց հավատքն է։ Դրա համար խնդրեմ նայեք այդ տեսահոլովակը, հետո ամբողջը չանդրադառնամ։ Եվ փորձեցին դարերի ընթացքում բնական է կայսրությունները ձևով փոխվում էին, բայց եկեղեցիները չէին փոխվում, այսինքն կաթոլիկ եկեղեցին մնում էր կաթոլիկ, ուղղափառ եկեղեցին մնում էր ուղղափառ, փոխվում էին թագավորները, փոխվում էին կայսրության ղեկավարները, այսպես ասեմ, հա, եւ իրենք տարբեր ձևերով ուզեցին հայ ազգը կոդրել, կրկնում եմ, կներեք նորից, եւ առաջի այդ բաներից, որ ես նշմարում եմ, դա երբ որ հիմնեցին կուսակցություններ 19-րդ դարվա վերջում հիմնվեց կուսակցություններ, որոնք, այո, ազգային են, ես բան չունեմ, դրա մասին էլ ունեմ տեսահոլովակ, նույնպես կտեղադրեմ այս վիդեոյի տեսահոլովակի ներքևի մասում կուսակցություններ, որոնք քայքայիչ բան դեր ունեցան, ոչ թե իրանք հատուկ քայքայություն էին անում, որտեվ հայ ազգի գաղափարախոսությունը, այսպես ասեմ, դա եղել է հավիտենականությունը, որը քարոզել է եկեղեցին, որը իր ժողովրդին տարել է դեպի հավիտենականություն եւ այդ հավիտենականությամբ հանդերձ մենք նաև պահպանել ենք մեր ազգային ինքնությունը։ Իսկ եկան այդ կուսակցությունները, իրենք ինչ արեցին, իրենք հետևյալը բերեցին, ասին կա ուրիշ գաղափարախոսություն, ազգային գաղափարախոսություն, որը պետք է պայքարել հողի համար, իշխանության համար, եւ ժողովուրդը սկսեց կամաց ջլատվել եկեղեցուց։ Եկեղեցուց սկսեց ջլատվել, բայց նորից եկեղեցին իր դերը ուներ եւ այդտեղ մեջտեղ եկավ ոչ թե որպես հետևանք, այլ մեջտեղ եկավ մեր այն ինչ որ կոտորածը, եղերնը, հա, ջենոսայդը ոնց որ տեղի ունեցավ եւ դրա նպատակն էլ ինչ էր, որ ժողովրդին իրենց հողատարածքից, հողից հանեն, ծանեն, ցրեն, հերրու տանեն, որպիսի մեր ժողովուրդը իր եկեղեցուն, ակունքներին, արմատների հետ կապ չունենան, որովհետեւ տանեն այդ արմատներից, որտեղ եկեղեցիներ կար հայկական, մարդկանց հանեն, հեռացնեն, այդ մարդիկ այլևս եկեղեցու հետ չեն կապվի կամ գძուլվեն օտար եկեղեցիների մեջ եւ որպես ազգային բան կկորի կգնա, հա,
Բայց արյունմիտես Աստծո կամքով հայ ժողովուրդը, որ ծրվեց աշխարհով մեկտեղ սփյուռքի մեջ, այսինքն ավանդական սփյուռքը, որ ձևավորվեց, ինչ տեղի ունեցավ, հետևյալը, սկսեցին կառուցել եկեղեցի հայերը։ Եվ հիմա այսօր աշխարհի մեջ ամեն ծայրամասերում, որտեղ հայ կա, գոնե մի հատ եկեղեցի կա, չէ՞։ Եվ այդ եկեղեցիները, որը իր առաքելությունը շարունակեց ժողովրդին, սկսեց պահել հավիտենականության եւ ինքնության, հոգեվոր ինքնության, անկախության ներքո սկսեց պահել։ Մյուս բան եղավ, սովետական Հայաստանը ձևավորվեց, որտեղ եկեղեցին, լինելով եկեղեցի, փագեցին, այսինքն ժողովուրդը սկսեցին հեռացնել եկեղեցուց։ Եկեղեցուց հեռացնելով ժողովուրդը հավատքը կորցրեց, արմատները կորցրեց, բայց դեռ հələ մեջ այդ ազգային ինչ-որ այդ բաները կար։ Եվ ինչը տեղի ունենում, առաջանում է Արցախի պատերազմ, անկախություն ենք ձեռք բերում, այդ հողի վրա մենք նախագաներ ենք ունենում, նոր պետություն ենք ունենում, ձևավորվում ենք, եկեղեցին որոշ չափով անկախանում է, պետության լծի տակից ազատվում է եւ այլն, եւ եկեղեցին պետք է զորանար։ Եվ այս դրա մասին եմ խոսել բազմիցս, որ եկեղեցին այս 30 տարվա մեջ չկարողացավ վերականգնվել, ոտքի կանգնել, իր բուն առաքելությամբ զբաղվել, որովհետեւ այս մեր պետական այրերը այս 30 տարվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այսօր Փաշինյան, իրենք այս չէին ուզում, որ հայ եկեղեցին լիներ մի ուժեղ, մի կենտրոն, այսպես ասեմ, եկեղեցին զորանար։ Դրա համար ամեն ձևի իրենք կամա, ասես ձևով, անուղակի ավելի ճիշտ, ոչ թե կամա, անուղակի ձևով եկեղեցուն տկարացրել են։ Եկեղեցուն տկարացնում են, որպեսզի եկեղեցին այդ ուժը չունենա, այդ հեղինակությունը չունենա եւ ժողովրդին եկեղեցուց հեռացնեն։ Այդ տարիների ընթացքում մենք տեսնում ենք ֆիլմեր հեռուստաընկերությամբ, որոնք ծաղրում էին հոգևորականներին, որոնք վերարտադրում էին սովետական այն ջոկեր անեկդոտները, բերում էին տեսահոլովակներ, ֆիլմեր էին նկարում, եկեղեցուն ծաղրանք էին ենթարկում հոգևորականներին, երիտասարդության մեջ եկեղեցու մասին սկսեցին տարածել, բիզնես անում, ինչ որ եթե նույնիսկ կա, չկա, հարցը դա չի։ Այդ բանը սկսեցին մեջտեղ բերել։ Ես հիշում եմ 90 թվականներին Վազգեն Վեհափարի մահից հետո, երբ որ ընտրվեց Գարեգին առաջին կաթողիկոսը, ես հիշում եմ Երևանում մեծ միայն ավելի ճիշտ Երևանում սկզբից ինչ որ երիտասարդ խմբեր, հայ տղաներ սկսեցին ինչքան մաղանդ կար հալածել։ Ես նույնիսկ հիշում եմ մեր թաղերի մեջ կար Կրիշնաների, այսինքն բնակ սեփական տուներ, տաճար էին դարձրել, գնում երկրպագում էին Կրիշնային, այդ հնդկական կրոնին, նույնիսկ միջև այդտեղ եկան, այրեցին, ջարդեցին, ինչքան մաղանդավոր քարոզիչներ կային, բոլորին հալածեցին, բոլորին մեծ հալածանք տեղի ունեցավ եւ այդ վաղ հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին Եվրոպայից բողոքներ եկավ, մարդու իրավունք եւ այլն, արդեն դեղից էի հասկանում, որ ինչ է տեղի ունենում, ինչ նպատակներ կար այս աղանդների եւ միջև այդ հիշում եմ, երբ որ երկրաշարժ եղավ, ես լավ հիշում եմ Վազգեն Վեհափարը հայտարարություն արեց, հեռուստատեսությամբ խոսեց, որ ասեց շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք մեզի օգնություն են ցուցաբերում եւ այլն օրհնություններ տվեց, բայց ասեց, որ կրոնական մեր հավատքի հոգեվոր հարցերը դա եկեղեցու հարցերն է, ձերը չի, հասկացրեց, որ ձեր գործը չի հոգեվոր գործնեություն անելը, դա մեր գործն է եւ մարդավորցությամբ մի զբաղվեք, բայց Տենց չեղավ, բողոքներ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ աղանդները ավելի սկսեցին զարգանալ
ավելի սենց ասենք իրանք իրավունքներ չունեին, բայց լավ էլ բազմանում, զարգանում էին այդ հողի վրա, երբ որ Հայաստանում մի կողմից Արցախյան պատերազմ, երկրաշարժից հետո մարդիկ սոված, նեղ բլոկադա, շրջապատում եւ մարդիկ սոված շատերը գնացին հավատքի, որտեղ ասում որտեղ ալուր, հա, այնտեղ որտեղ հաց, այնտեղ կաց, մարդկանց հացով, ալուրով, դրամով, օգնությամբ տանում էին դեպի իրենց հարանվանություններ, եկեղեցի, խմբակներ։ Եվ այդպիսով շատերը հեռացան, գնացին։ Դրա համար եկեղեցին, այո, պետության առջև ինքը ազգային եկեղեցի է, օրենքով գրանցված, որ եթե ինչ-որ միջոցառում է լինում, միշտ մի հոգևորական է լինում, պարլամենտի մեջ վեհապարն է գալի, հոգևորական, օրհնում են, նոր նախագահի օրհնություն է լինում, եւ այլն, եկեղեցին այդ դերը ուներ, բայց շատ ուրիշ խնդիրներ կային, որ եկեղեցին տկար դիրքեր ուներ, ինքը որոշ հարցերի մեջ հավասար էր նույն աղանդների հետ, դե այսօրվա նյութը դա չի, ուրեմն գանք ամենամեծ տենց տարածում ունեցած, ուժ ունեցավ այդ աղանդը, որը սկզբից եկավ Հայաստան որպես նոր խարիզմատ շարժում, որը հայտնի էր որպես ճշմարտություն եկեղեցի, որը խարիզմատ շարժում էր, իրանք իրենց տենց էին անվանում, հետո կամաց իրանք դառան ավետարանչական, հետո դառան կյանքի խոսք, անունը դառավ, հետո էլ դառան բողոքական եկեղեցու մի մաս, այսինքն նայեք բողոքական աշխարհը քանի այնտեղ միլիոն է, միլիարդի չափ, չգիտեմ ինչքան են, եւ մենք այդ ընտանիքի մաս ենք, որը իրոք են ավանդական բողոքականության հետ, լյութերան բողոքականության հետ իրանք կապ չունեն, բայց այդ քողարկված այդ բանով իրենք սկսեցին գործնեություն անել եւ մեծ գործնեություն իրանց ինչ էր, ինչի մեջ էր շոու բիզնեսի մեջ, դերասաններ, երգիչներ, պարողներ, ամբողջ բանը, այդ նույնիսկ հիշում եմ այդ Eurovision-ին Եվրոտեսիլին Անդրե Երգիչը, որը այդ կյանքի խոսքից էր, ուրիշ էլի երգիչներ, հիմա այսօր նյութը դա չի, ուրեմն իրենք սկսեցին այդ շոու բիզնեսով, իսկ այդ շոու բիզնեսի այդ ունեն երկրպագուներ այսպիսի, չէ, դերասան, երգիչներ եւ հետևից գնում է մի երիտասարդություն եւ իրենց տեսահոլովակների մեջ, երբ որ հարցնում էին դուք ինչ եք ուզում դառնալ երեխաներին, իրենց հավատացյալներին, բոլորը ասում են երգիչ, պարող, դերասան, այսինքն իրենց համար ժողովրդի մեջ դարձնում էին երկու պարող ժողովուրդ։ Ես 2009 այդ 10 թվականներին իմ կենթանի մատյան տենց մի ցանց կա լայվ ժուրնալի մեջ գրում է որ մեր ժողովրդից դարձնում են սպասարկող անձնակազմ, որ մեր ժողովուրդը այնքան մակարդակը իջնի, երկող, պարող եւ այդ հիշեք պետության հովանավորության տակ, այսինքն ժողովրդին սկսեցին ինչ անել, այդ սերիալները կրիմինալ չէ, սպանություն, գողական, որ փողն է իշխում, գողական աշխարհն է, այդ տարբեր ֆիլմեր էին ստալի, կամ էլ հումորային ֆիլմեր, որոնք ծաղրում էին բանակը, ընտանիքի գաղափարը, սփյուռքը հայերեն են, վեր վարած են հովո եւ այլն, չէ, մեր բանակը, ասես ֆիլմեր կային, չէ, եւ բացի այդ էլ տարբեր շոուներ բերեցին, երգի եթե կարաս, բարի եթե կարաս, չեմ ծաղրածուներ, հումոր անելու, ազգը դարձնում էին ծաղրածու, այսինքն իրենց իջեցնում էին այդ բանականությունից, ես ոչ թե վիրավորում եմ երգիչ, երգողներ, պարող, այսինքն արվեստի գործիչներին, այ ամբողջ ազգին դարձնել երգող, տաղաններ կային, թող գնան երգեն, բայց բոլորին բերել, դարձնել, որ մարդիկ փողի համար գան երգեն եւ սպասարկող տաքսի սերվիսներ, ճաշարաններ, ռեստորաններ, հա, կազինոներ, սպասարկող ժողովուրդ են դարձնում, որ օտարը գա Հայաստանում վայելի, իսկ հայ ժողովուրդը սպասարկի, իսկ սպասարկելուց դառնում են չարչի, կներեք, չարչի են դառնում, ես ոչ մեկի չեմ ուզում վիրավորեմ, այսինքն մենք դա ենք դառնում։ Եվ հիմա կուզեի խոսել այդ կյանքի խոսք,
աղանդի մասին, որը հիմնվել է Ulf-Ekman Woman 1-ը, քարոզիչ, որը այն ժամանակ արդեն 90 թվականներին խոսում էին, ես չէի խոսում, դա ես տարբեր ցանցերից, սոցցանցերից իմացա, որ դա Վատիկանի պրոյեկտն է, այսինքն Վատիկանի պրոյեկտն է, որը նպատակ ուներ, որ հետխորհրդային միության, որտեղ այդ բանը ստեղծվեց 80-ի վերջերում, 90-ների սկիզբ, 80 թվականների վերջում Շվեդիայում եւ նպատակը ինչ էր, որ նախկին խորհրդային միության երկրներում, հա, որտեղ կա ավանդական եկեղեցիներ, հա, որտեղ կան ավանդական եկեղեցիներ, այդտեղ ներգործեն, որ ժողովրդին չթողնեն եկեղեցուն գնան իրենց ավանդական, լինի Ռուսաստան օրթոդոքս եկեղեցի, ես խոսում եմ Հայաստանի մասին, որ ժողովրդին հայ եկեղեցուց հեռացնեն։ Եվ իրենց նպատակը նաև ինչ էր, որ այդ Ulf-Ekman-ը հիմնում է մի ֆոնդ, որտեղ նպատակ էր այդ երկրներից, որտեղ իրենք գնում տարածվում էին, փնտրեին հրեաների եւ բերեին Իսրայել։ Նաև այդ նպատակով էր եւ շատ հովիվներ ավետարանչական եկեղեցու մեղադրեցին Ulf-Ekman-ին, որ ինքը սպանում է հրեաներին, այսինքն փոխադարձ իմաստով, հոգեվոր իմաստով, որ մարդկանց Քրիստոս չի քարոզում, բերում է Իսրայել իրենց հավատքի կրոնին, բայց Քրիստոսին մարդիկ չեն ճանաչում ու գնում են քրիստոնեությունը չճանաչելով, Քրիստոսին չճանաչելով։ Եվ այդ ժամանակ այդ Վատիկանի ազդեցությունը իրանց միջոցով հետո մենք տեսնում ենք ինչպես մի օր Ulf-Ekman-ը վերակենում եւ ասում է, որ կաթոլիկ եկեղեցին ճիշտ է, այնտեղ ուսմունքը ես ընդունում եմ եւ ինքը իր ընտանիքով գնում կաթոլիկ է դառնում, ձևովը կաթոլիկ է դառնում, իր հետևից որտեղ մի մեծ զանգված է գնում կաթոլիկ դառնում, դե բնական է Հայաստանի հովիվները, Ռուսաստանի տարբեր երկրների հովիվները ելան արտահայտվեցին, որ Ulf-Ekman-ը իր ազատ կամքը ունի, մենք հավատքին ենք մնում եւ այլն եւ այլն։ Եվ այդ եկեղեցին Հայաստանի մեջ մեծ գործնեություններ անում, ծավալում էր, դե իրենք կապված են, չէ, տարբեր առանձին հովիվներ ունեին, բայց իրենք կապ ունեին նախկին խորհրդային միության հովիվների հետ, որոնցից մեկը Բաքվի հովիվն էր, որը մեծ կապ ունեին եւ հետաքրքիր էր հաճախ իրենք Թուրքիայում ժողովներ էին անում, հավաքույթներ էր տեղի ունենում, իրենց բոլոր հովիվները հավաքվում էին, ինչ-որ կոնֆերանսներ էին պատրաստում եւ Թուրքիայում։ Եվ մի ինձի տեսահոլովակ ավելի աուդիո ֆայլեր ընկե ձեռքս, որտեղ այդ Ադրբեջանի հավատացյալները օր ու գիշեր աղոթում են, որ Տեր Աստված Ղարաբաղը վերադարձրու մեզի։ O mukaddes ruhu yöneldi. Ki sen bu torpak için duaya başlayacaksın. Bak bu torpak için Azerbaycan için. Если я спрошу, кто верит, что Карабах будет наш? Eğer sorsam ki Karabağ, kim inanır ki Karabağ bizim olacak? 50% все скажут аминь. İnanıyorum ki 150%. Сколько раз в день мы молимся о Карабахе, сами лично? Günde neçə dəfə Qarabağ üçün şəxsən dua edirik? Сколько раз в день мы молимся о Карабахе? Qarabağ üçün gündə neçə dəfə dua edirik? Сколько раз в неделю каждый лично молится о Карабахе? Qarabağ üçün həftədə şəxsən dua edirik. Neçə dəfə dua edirik? Yığıncağı saymadan hər ay neçə nəfəriniz dua Может быть, edirik? пришло время подняться в церкви? Bəlkə cəmiyyətin qalxması, oyanmasının vaxtı gəldi. Сказать, Карабах Və возвращайся, desin, Qarabağ qayıt. потому что это твоя и моя, Ona görə ki, bu sənin və mənim torpağımdır. которую vырезали из tела Азербайджана, Hansı ki, Azərbaycanın bəlindən kəsib çıxardıblar. которую vырезали, Hansı ki, kəsdilər. которая нуждается в том, чтобы ее шили Onun обратно, ehtiyacı var ki, onu yenidən yerinə bərpa eləsinlər. чтобы ее оживили обратно. Ki, Եվ երբ որ վիճաբանություններ էինք ունենում բանում համացանցի մեջ, կյանքի խոսքի եւ նման շարժումների հետ, ես հարցնում եմ, ասում եմ, դուք Արցախի համար աղոթում եք, որ Աստված պահպանի զորացնի, չէին պատասխանում, ասում են մենք բանակ գնում ենք։ Դե բանակ գնալը ես բան չասեցի, բայց այդ ձևով չէիք ջատագով, ուրեմն դուք էլ եք համաձայն, որ Արցախը վերադառնա ձևով մնա Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ մեծ կապ կար, ես հիշում եմ 90 թվականներին իրենց այդ Կարլ Գուստավ կարծեմ եւ այդ Սևերին անով մեկը այցելում են Ադրբեջան Հեյդար Ալիևի
Heydar Aliyev, այսինքն այսօրվա Ալիևի պապայի հետ են հանդիպում եւ ինքը իրենց օգնում է, որ իրենց այդ խումբը, աղանդը հանգիստ գործունեություն ունենա Ադրբեջանում, փոխարենը Ամերիկայում իրանք օգնում են, որ ամեն հերոստանգերություններով, քրիստոնեական իրանց հերոստանգերություններով խոսվի, թե հայերը ինչպես են գրավել Արցախը, իրենց համար Ղարաբաղը, գրավել են, ինչ անարդարություն կա եւ այլն եւ ընդեղ էլ նաեւ Շվեդիան ինչ կապ ուներ, շվեդական նավթի ընկերություններ նորից իրենց շահը ունեին Ադրբեջանի հետ, այսինքն ամբողջը բիզնես հավատքը օգտագործելով դրա համար հետաքրքիր մի բան էլ ասենք, մենք հիշենք, որ Սերժ Սարգսյանի Փեսան, Միքայել Մինասյան, ինչքան հիշում եմ, ինքը Հայաստանի դեսպանն էր Վատիկանում եւ կապ ուներ Վատիկանի հետ եւ որքան հիշում եմ 5 թե 6 անգամ, ուղղակի չեմ հիշում 5 թե 6 անգամ Սերժ Սարգսյանը հանդիպել է եւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպում Վատիկանում Հռոմի Պապի հետ։ Մտածում ես ինչու, ինչի համար այդ հանդիպումները ունենում եւ հետաքրքիր ինչ մի բան ասեմ, որ վեհափառի մասին, որ վեհափառը զավակ ունի եւ ընտանիք ունի, դա առաջի անգամ եղավ Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչ որ լրատվամիջոցների մեջ հայտնվեց եւ կորավ։ Ուրեմն Սերժ Սարգսյանը քանի անգամ հանդիպում է Վատիկան եւ իր վերջի անգամ, այսինքն իր որպես պաշտոնակատար նախագահի ինքը 2018 թվականին ապրիլ ամսին ինքը այցելում է Հռոմի Պապին այցելում եւ հետաքրքիր ինչ է նվիրում է արծաթից ֆիլիգրան գործած Սուրբ Գայանե վանքի մոկետը եւ փոխարենը ստանում է նվեր Սուրբ ընտանիք Հովսեփ, Մարիամ եւ Հիսուս Մանուկի արձանը եւ ինչ որտեղ գրքեր։ Ես այն ժամանակ, որ դա գրեցի, մտածեցի Սուրբ Գայանեն ինչ կապ ունի, մենք հիմա հետո գանք դրան, ինչու են Սուրբ Գայանե վանքը, աղա իրենք պատճառ ունեն, չգիտեմ, եւ ինչ էր, որ այդ Սուրբ ընտանիքը ես այն վաղ 10 երևի Հռոմի Պապը Սերժ Սարգսյանին կանչում է հանգստի ընտանիք գնա քո ընտանիքով զբաղվի, այսինքն առաքելությունդ կատարել ես, ձևով այսպես ասենք։ Ուրեմն 2014 թվին, 15, 16, 17 թվականին Հայաստան այցելում են տարբեր քարոզիչներ, այսինքն կյանքի խոսքից նոր սերունդ, որը իրանք ձևով իրար հետ կապ չունեն, բայց նույն արմատներ ունեն, այն Դարփինյան կա եւ այլն նաեւ օտար քարոզիչներ գալիս են եւ երբ որ նայում ես իրենց տեսահոլովակները, ես ինձ մոտ չեմ դնի, որտեվ կարող է YouTube-ին բողոքեն, ասեն ուրիշ վիդեոներ ա դնում, եթե ով որ կցանկանա իմ Telegram-ի ալիքում ես կտեղադրեմ հետո մի օր։ Ուրեմն գալիս են եւ քարոզում էին հետաքրիր մի բաներ, որ Հայաստանին շուտով սպասում է նոր դրամական բաներ է գալու, Հայաստանը փոխվելու է, նոր Հայաստան է դառնալու, Հայաստանը մարգարեություններ են անում, հին ուխտից բաներ են վերցնում, որ Հայաստանը արդեն նենց կլինի, բոլոր քրիստոնյաները կգան Հայաստան կլցվեն, նույնիսկ հրեաները գալու են Հայաստանը բան է դառնալու, բոլորին ընդունելու է, իսկ այդ աղանդավորները կներեք թող չվիրավորվեն իրենք շատ ուժեղ sense այդ բառը ուղիղի լվացում է ունեցած իրանց մոտ, brainwash է եղած, որ իրենց երբ որ բան են ներշնչում են, ներմուծում են իրանց ուղեղների մեջ, հետո ցույց են տալիս, իրանք միանգամից ընկալում են։ Այդ գիտեք ինչ հոգեբան կա, հիպնոզի հոգեբանության մեջ տրիգերներ կան, որ երբ որ մարդուն ծրագրավորում են մի բանի համար, որ երբ որ այդ բառն է լսում կամ այդ բանն է տեսնում, իր մոտ ինչ որտեղ բաներ են առաջանում։ Ուրեմն կամաց գանք դրան, ուրեմն 16 թվականին, երբ որ Հռոմի Պապը եկավ Հայաստան, ես հետո 18 թվական, երբ որ սկսավ ամեն ինչ տենց կոչված հեղափոխություն, թե հեղաշրջում տեղի ունենալ, թե իշխանության փոխանցում, ոնց ուզում եք դա անվանեք, այս ամեն ինչի մասին գրել էի։ Ուրեմն հիմա ասեմ նորից, ով որ
YouTube-յան չկնեք, Facebook-յան edge-ը սովոր հետևել է, ես ռուսերեն գրել եմ այդ բաների մասին։ Ուրեմն 16 թվականին Հռոմի Պապն է գալիս, այցելում է Հայաստան եւ կյանքի խոսք աղանդի սրահի մեջ Արտուր Սիմոնյանը իրենց հովիվը ուրախ մի բան է պատմում քարոզի ժամանակ, որ իրենց հավատացյալներից մեկը գալիս է մեքենայով գալիս է քարոզի իրենց ժողովարան եւ այդ օրը ինչ որտեղ որ Հռոմի Պապներ եկե Երևանում էր ամբողջ փողոցները փակ էր եւ մեքենան չէր կարող գալ եւ ինչ հեռուստա ալիք ինչ ռադիո միացնում են մենք լսում ենք Հռոմի Պապ Աստված եւ այլն ասես բաներ սկսեցին ասել եւ Արտուր Սիմոնյանը փառք է տալի ասում որ տեսեք փողոցներ են փակվում Աստծո անունը փառաբարում եւ այնտեղ ասում է շուտով փողոցներ են փակվելու Աստծո համար մեր համար բառացի այս իմաստով է ասվում եւ այդ հրճվանքն եմ տեսնում թե ինչ հրճվանք էր իրանց մեջ տիրում որ Հռոմի Պապն ա եղել դե իրանց հոգեվոր հայրն է չէ իրանք ցույց չեն տալի բայց ուրախ էին որ Հռոմի Պապն ա եկե ինչքան մեր եկեղեցով չեն ուրախանում հա իմիջիալոց շեշտեմ հետեւյալը 2008 թվականին ես շատ եմ գրել երբ որ այդ մարտի այդ հեղափոխություն էր ինչ էր որ լինում կյանքի խոսքի եւ բոլոր այդ խարիզմատ աղանների ռեմա, այնտեղ նոր սերունդ, տարբեր այդ անուններ ունեցողները շատ ուժեղ ակտիվ էին եւ իրենք մասնակից դառան այդ հեղաշրջմանը, ասենց ասեմ, այդ ցույցերին եւ մեծ հիմնական մասան իրանք էին։ Եվ հիշում եմ այդ ժամանակ Մոսկվայի կյանքի խոսքի կայքի մեջ մի նորություն տեղի դրվեց, որ Հայաստանում ընտրություններ տեղ ունեցան նախագահական, ընտրությունները կեղծվեցին եւ 500,000 ժողովուրդ էր դուրս եկել փողոցները եւ այդ ռեժիմին օգնում էր հայ առաքելական եկեղեցին եւ հալածում էր իրենց հավատացյալներին բանին ուրիշ հավատացյալներին ուսս նայում ես ինչ կապ ունի ընտրությունները եւ հայ եկեղեցին նայեք կամած ժողովրդի մեջ սա 2008-ից սա դրվում էր իրենց մեջ այդ ժամանակ հիշում եմ նարնջագույն հեղափոխություն Ուկրաինայում եղավ էլի նույն ոճով նույն բաներով հիմա այդ դրան չանդրադառնանք ով որ ուզում է թող համացանցի մեջ կարնա փնտրել այդ Անջելը մի հատ սևամորտ մեկներ եկե նարնջագույն հեղափոխություններ արել եւ մարդկանց խափում եւ այլն։ Ուրեմն Հռոմի Պապը 16 թվականին եկավ, հիմա նայենք։ Առաջի օրը ինքը ուր գնաց։ Գյումրի Վարդանանց հրապարակ, որտեղ պատարակ մատուցեց։ Հաջորդ օր եկավ Երևան, Երևանում Հանրապետության հրապարակում մեջ միջոցառում եղավ վեհափառ Գարեգին վեհափառի հետ միասին եւ բանին Հռոմի Պապին նվիրեցին Մասիս լեռը, Արարատ լեռը եւ վրան մեծ նավակը, այսինքն Նոյան տապանը։ Իսկ Նոյան տապանի մեջից խաղողի վազեր տնկած հենց եւ վեհափառն ու նաեւ Հռոմի Պապը միասին կուժերով ջուր լցրեցին, այսինքն ջրեցին այդ ծառը։ Դրանից հետո 12 երեխա եկան ջուր հայորդիներ եկան ջուր լցրեցին մեջներից եւ կաթոլիկ կար եւ մեր հայ առաքելական զավակներ կային։ Ուրեմն երրորդ օրը ինքը գնաց Էջմիածին Հռոմի Պապը, 4-րդ օրը կարծեմ գնացին Խորվիրապ, սահմանի վրա աղավնիներ բաց թողեցին դեպի Արարատ լեռը։ Եվ այնտեղ մի դեպք է տեղի ունենում, մոմեր են վառում եւ Հռոմի Պապի մոմը մարում է եւ վեհափառն է վառում։ Ես ռուսերենով տեսահոլովակ արեցի, թե որտեղից ճշմարտությունը կծակի, այսինքն հայ եկեղեցուց է մեկա լույսը ելնելու։ Սրա մեջ խորհուրդ կար։ Եվ այս ամբողջ ճանապարհը ես մտածում էի Հռոմի Պապը եկավ Գյումրի եւ այլն, ինչ էր սրա մեջ, ես բաներով չեմ սս գախնի, սենց հատուկ կոնսպիրոլոգիային ասում, ինչ այդ բաներով շատ չեմ տարվում, բայց այդ սիմվոլիզմը նայենք։
Փաշինյանը որտեղից է սկսում իր քայլը։ Սկսում է Գյումրի հրապարակից, Սուրբ Վարդան հրապարակից, բայց մինչև այդ 2016 թվականին հիմնվում է դաշինք, Փաշինյանի դաշինքը դեկտեմբերի 12-ին 2016 թվական Հռոմի պապից հետո, որը կոչվում է ելք։ Այսինքն չխառնեք ելք, որ ավտոբուսների մեջ ելք, մութ կամ որ այդտեղ գրած է, չէ՞, ելք։ Սրա մեջ խորհուրդ կա, սա գիտեք, հավատացյալը, որը սիրում է հին ուխտը շատ կարդալ, այդ ելքը իրան ինչ կհիշեցնի։ Ելքը գրաբարով ելից է նշանակում, իսխոտ ռուսերեն։ Այսինքն ելք այդ իմաստով։ Հիմա կհասկանաք ինչու։ Ուրեմն, երբ որ Փաշինյանը սկսում է այդ շարժումը, կարծեմ մեզ մարտ ամսվա մեջ էր, ու այդ ժամանակ սկսում է մեծի պահոտ շրջանը եւ կարծեմ այդ տարի, թե չէ, համընկավ կաթոլիկների հետ, թե չէ, հիմա կարևոր չի։ Ուրեմն, երբ որ Փաշինյանը սկսում է քայլել, աղանդավոր կյանքի խոսքի քարոզիչներ, հավատացյալներ սկսում են շատ քարոզչություն են ինչ են ասում, Փաշինյանին սկսում են տեսնել որպես Մովսեսը։ Մովսես, որը պետք է գա հայ ազգը ազատի գերական օլիգարխիկ Եգիպտոսից։ Եվ դա սկսեց տարածվել, քարոզվել իրենց հավատացյալների մեջ, եւ հետաքրիր է մարտի 27 2018 թվականին կյանքի խոսքի սրահի մեջ մյուզիկլ է դրվում թատերական բեմականացում, որը կոչվում է Ելից, Մովսեսի ելքը։ Արարատ հերոստանգերություն կար, կարծեմ, ցույց են տալ այդ օրերը Մովսեսի Ելից ֆիլմը։ Եվ ժողովրդի մեջ քարոզվում է Facebook-ով, YouTube-ով, որ Փաշինյանը դա Մովսեսն է եկել է մեզ ազատագրի։ Սա հասկացաք ինչ էր, մեսեջ էր բոլոր իրենց հավատացյալներին, որ պետք է բան անի, հետևեն Փաշինյանին։ Այնինչ խոսում եմ, ես խոսելու եմ հիմա հավատում եմ, որ Աստծո առաջնորդությունս, խնդրում եմ, տարածեք բոլորին։ Լսեք ուշադիր։ Ամեն բանից առաջ ուզում եմ ասեմ, որ այս պատմության մեջ ես որպես մասնակից ընդամենը մի փոշի հատիկ եմ։ Մենք ընդամենը դուրս ենք գալիս փողոցներ, մենք ընդամենը աղոթում ենք, մենք ընդամենը ֆիզիկական ինչ որ չնչին գործողություններ ենք անում, համեմատած այն բանին, ինչ որ Աստված է անում, որովհետև Աստված հիմա այնպիսի հզոր գործ է սկսել, այնպիսի հզոր պատերազմ է սկսել, որ մեր խելքից դուրս է։ Մենք զարմանում ենք, որ կարող ենք այսպես սիրով ազգովի հավաքվել, մեկ լինել եւ վրընդել չարից դրված այն իշխանությունը, որ տարի շարունակ կներեք։ Կեղեքում է մեր ազգը, մեր ազգին նսեմացրել են, ստորացրել են, դարձրել են մի բուր։ Սիրելիներ, այս պատերազմը մերը չի, մեր պատերազմը ֆիզիկական չի, մեր պատերազմը հոգևոր է։ Դրա համար ազգովին պիտի խնդրենք Աստծուն, որ ինքը այս պատերազմը առաջնորդի, որովհետև մեր պատերազմը չի առաջնորդում կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, Սասունը, Արարատը, մյուսները, ոչ, նրանք ընդհանրապես անոթներ են, Աստված օրհնի իրենց, շատ պիտանի եւ ընտիր գործ են անում, որովհետև Աստծո առաջնորդությունը կա։ Եթե նույնիսկ չեն գիտակցում այս առաջնորդողները, թող Աստված առաջնորդի իրենց, թող Աստված օրհնի իրենց, բայց մենք պիտի կենտրոնանանք, որ այս պատերազմը Աստծունն է։ Հաջորդ մի բանը, Աստված ուզում է, որ հայ ազգը դուրս գա կրոնական տիղմից, որ դարեր շարունակ եղել է դրա մեջ, եւ իր ապաշխարությունով հավատքի կյանքը ապրի։ Այսինքն տեղի ունենա նաև հոգևոր հեղափոխություն մեր ազգի մեջ։ Աստված ուզում է օրհնել այս ազգը, ինչպես որ նախկինում ես այնքան եմ նմանացնում։ Հիմա երբ որ համեմատական եմ տանում թե ինչ կատարվեց այն ժամանակ Մովսեսի ժամանակով, երբ որ Աստված ուղարկեց որ Եգիպտոսի գերությունից հանի Իսրայելի ժողովրդին, նմանացնում եմ Մովսես հիմա Նիկոլ Փաշինյանը նմանվում է Մովսեսին, որը առաջնորդն է դառնում։ Առաջնորդն է դառնում ինչի որ Իսրայելի ժողովուրդը, ինչպես որ հիմա հայ ժողովուրդը գերությունից դուրս գա, Փարավոնը եւ իր իշխանությունը նմանվում են այսօրվա մեր իշխանությանը, որոնք չարի գործիք են եղել տարիներ շարունակ եւ չեն հնազանդվել Աստծուն, չեն փառավորել այն Աստծուն, որը միակ կենթանի Աստվածն է։ Եվ իրենց համար կուրքեր են շինել, այդ կուրքերի միջոցով Աստծուն բարգացրել են եւ մի օր Աստված ոտքի է կանգնել եւ պատերազմել է Փարավոնի դեմ։ Ինչպես այսօր պատերազմում է այս իշխանության դեմ։ Սիրելիներ, սա Աստծո պատերազմն է եւ նա արդեն հաղթանակ է տարել։ Շարունակությունը, թե ինչ եմ նշել այստեղ։ Պիտի հաջորդ մի բան հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ առաջնորդ է եւ նրան Աստված է ընտրել այսօրվա համար, բայց Նիկոլ Փաշինյանը չպիտի դառնա կուրք, չպիտի հայ ազգի կողմից աստվածանա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ընդամենը Աստծո ձեռքին պիտանի անոթ է։ Եվ ելի եմ ասում, Աստված օրհնի իրեն։ Ես կողմ եմ այս շարժմանը, որովհետեւ ես տեսնում եմ հստակ Աստծո գործը այս շարժման մեջ։ Սիրելի հայեր, նաեւ կոչս է որ հրապարակում հավաքվելով չմոռանանք ծափահարել եւ շնորհակալություն հայտնել Աստծուն, ով առաջնորդում է այս շարժումը։ Առաջին մի բան ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ մենք հավատացյալներս աղոթքով պատերազմակից ենք ձեզ։ Ինչքան հնարավոր է այս ցույցերին մասնակցում ենք։ Նաեւ պատերազմակից ենք ձեզ աղոթքներով, խնդրում ենք Աստծուց, որ ձեզ առաջնորդի ձեր կյանքը պահի Աստված, ձեր առողջությունը պահի։ Առաջին մի բանը, Նիկոլ Փաշինյան, ուզում եմ քեզ ողեմ, հարգելիս, քեզ հարազատս Աստված է ընտրել, որ օրհնի հայ ժողովրդին, ինչպես գերված Իսրայելի ժողովրդին օրհնեց գերությունից դուրս բերելով Մովսեսի միջոցով։ Հիմա դու Մովսեսի դերակատարն ես, շատ նմանություն ունես։ Աստվածաշունչը գիտեմ որ կարդում ես, խնդրում եմ այդ հատվածը կարդաս եւ կտեսնես, թե ինչ գործ արեց Մովսեսը եւ ինչ գործ ես անում դու, եւ կտեսնես նմանությունը։ Այս օրերում կատարվածը Իսրայելի պատմությանը շատ նման է։ Դու որպես քաղաքական գործիչ, ուզում եմ ասեմ որ Մովսեսն էր քաղաքական գործիչ, եւ ես զարմանում եմ քրիստոնյաների վրա, որոնք
Քաղաքականությունից այսպես ասած ասում են թե հերոյ ենք։ Մի երկու օր առաջ ես լսեցի Գլենդերում կատարված ցույցի ժամանակ խոսում էր MPR-ի խմբի մենակատար Սարգիսը, ազգանունը չեմ հիշում, չեմ իմանում ավելի ճիշտ, բայց մի լավ արտահայտություն էր, ասեց, ով քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունը զբաղվում է նրանով։ Մենք չենք կարող սիրելի քրիստոնյաներ քաղաքականությունից լիարժեք հերոյ լինենք, որովհետև չմոռանանք, որ անգամ Աստծո մարդ Մովսեսը քաղաքական գործիչ էր։ Եվ այսպես, շարունակեմ խոսքս Նիկոլ Փաշինյանին ուղղելով։ Սիրելիս, դու որպես քաղաքական գործիչ Մովսեսին ես հիշեցնում։ Եվ Աստված քեզ ընտրել է, որ դու քաղաքական գործիչ լինելով այս ժողովրդին, այս քաոսից դուրս բերես։ Ինչպես որ մենք տեսնում ենք նաև Հրութի եւ Հրութի կամ Եստերի գրքերում էր Աստվածաշնչում, որ տեսնում ենք, որ այնտեղ կոչ արվում, որ միգուցե դու այս օրերի համար ես, եւ ես հավատում եմ Նիկոլ Փաշինյան, հարազատս, որ Աստված մի օր քեզ ստեղծել է այս օրերի համար։ Հիմա հասկանում եք ոնց այդ ինչ տեղի ունեցավ։ Փաշինյանը գալիս է հրապարակի մեջ ի վերջո հաղթարում է եւ գնում է հետո Էջմիածին է այցելում Մայրաթոր վեհապարին եւ ես այն ժամանակ գրեցի եւ որոշ հոգեվորականների ասեցի Մայրաթորում մարդկանց է ասում, որ Փաշինյանը հարվածելու է հայ եկեղեցուն Մայրաթորին Էջմիածինին։ Ինձի ասեցին հայսուր դու ինչ ես ասում, Փաշինյանը մեր հավատացյալ է, ինքը հավատացյալ մարդ է, վերջապես հիշում եմ շատ հոգեվորականներ ողջունեցին Փաշինյանի գալուստը, նույնիսկ Միքայել Սրբազանը, ես Գյումրիում որ ողջունեց, որ մեծարեց իրեն, հետո կարծեմ ասես, որ ես սխալվել էի, որը չպետք է այդպես սխալվեն այդպիսի մարդիկ։ Ինչևէ, բոլորը իրան ընդունում են, ասում են անհնարին է հայսուփ, չի կարա։ Եվ հիշում եմ հունիսի 1-ին ինքը այցելում է իր ծննդյան օրն էր եւ վեհապարը իրեն իր ծննդյան օրը եւ վեհապարը իրեն նվիրում է նոր կտակարան ես հիշում եմ ասեց ես նվեր չեմ ընդունում բայց այսպիսի ուրիշ նվեր այսպիսի նվեր չեմ կարա չընդունեմ սա լինում է հունիսի 1-ին 2018 թվականին ես նույնիսկ գրեցի որ փառք ասու ես սխալվում էի վերջապես իրար հետ համերաշխություն կլինի եւ տա Աստված մեր եկեղեցին եւ պետությունը միասին ձեռքի մեր Հայաստանը զորացնի։ Այսօր կեսօրին Մայրաթորի այցելուները լսելով, որ Մատենադարանի շենքում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեվոր խորհրդի անդամների եւ բարձրաստիճան հոգեվորականության հանդիպումը, շտապեցին տեսնել ու շնորհավորել վարչապետին ծննդյան կապակցությամբ։ Նույնիսկ շատ արագ հասցրել էին փոքրիկ տորտ բերել, որի մոմերը փչեց վարչապետը։ Պատահաբար հենց այսօր Մայրաթոր ուխտի էին եկել նաև Տավուշի սահմանամերձ հաղթանակ գյուղի շրջանավարտները, որոնք ևս բաց չթողեցին վարչապետի եւ իրենց թեմակալ առաջնորդի հետ լուսանկարվելու առիթը։ Նիկոլ Փաշինյանը Մայրաթորում էր ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով։ Այս օրերին Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեվոր խորհուրդն իր հերթական նիստերն է անցկացում։ Վեհապարը նախ շնորհավորեց վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ապա ներկայացրեց գերագույն հոգեվոր խորհրդի անդամներին այս կառույցի գործունեությունը եւ ժողովի օրակարգում տեղ գտած ազգային եկեղեցական հարցերը։ Հոգեվոր դասն առիթն օգտագործեց վարչապետին հարցեր ուղղելու, երկրի ապագային առնչվող հնատեսակետը լսելու եւ լուսաբանումներ ստանալու համար։ Ժամուկի ստեղծության հանդիպման ընթացքում հազիվ թե հնարավոր լիներ անդրադառնալ եկեղեցի պետություն բազմավորորդ գործակցության առնչվող բոլոր հարցերին, բայց երկուստը կարևորեցին գլխավորը՝ սիրո եւ համերաշխության կարգախոսի ներքո հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները եւ այդ մթնոլորտի մշտական պահպանումը երկրում։ Վարչապետը կարևորեց ստեղծարար մթնոլորտի ձևավորումը, որը կնպաստի անվտանգության եւ բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ ազգային միասնության համապնդմանը։ Նոր կառավարությունը կշարունակի ունենալ ժողովրդի կարիքն իբրև սոցիալական հենարան հարցին վարչապետը պատասխանեց։ Հեղափոխությունը իրականացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե հենարան են, այլ իշխանության կրող են եւ իշխանությունը պատկանում է քաղաքացիներին եւ շարունակելու է պատկանել քաղաքացիներին։ Իսկ եկեղեցու հետ մեր հարաբերությունները իհարկե կրելու են այնպիսի բնույթ, ինչպիսին նախատեսված է սահմանադրությամբ, օրենսդրությամբ, տրամաբանությամբ եւ մեր իհարկե հարգանքը մենք էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, մենք էլ հայ առաքելական եկեղեցու հոգևոր կյանքի մասն ենք եւ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Իհարկե բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես թե որտեղ եւ ինչպես պետք է եկեղեցին եւ պետական կառավարման մարմինները համագործակցեն եւ ինչ է հարկավոր անել այդ համագործակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար։ Ինչ տեղ է ունենալու եկեղեցին հանրության կյանքում նոր հարաբերությունների պայմաններում հարցին ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց։ Ազգային կյանքում եւ պետական կյանքում եկեղեցու տեղն ու դերը կանխորոշված է պատմությամբ։ Պատմության մեջ եկեղեցու ստանձնած առաքելությամբ։ Այն եղել է եւ մնում է նույնը։ Հայ պետականության զորացումը, հայ ժողովրդի հոգեվոր կյանքի պայծառացումը եւ այսօր էլ եկեղեցին նույն նախանձախնդրությամբ շարունակելու է իր օգտակար ծառայությունը մեր պետականության կերտման ու զորացման, ազգային մեր հարցերի բարվոք լուծման եւ մեր ժողովրդի բարոր կյանքի կերտման, աջակից լինելով հայրենի պետության։
Իսկ ինչ նվեր է ստացել վարչապետը ծննդյան օրը, պարզվեց նա նվերներ չի ընդունել, միակ նվերը մինչ այդ պահը այն ավետարանն էր, որն ստացել էր վեհափառ հայրապետից։ Այսօր ես նվերներ չեմ ընդունել եւ չեմ ընդունում, միակ նվերի հեղինակը, որը ես չկարողացա չընդունել, վեհափառ հայրապետն էր, ով ինձ նոր կտակարան նվիրեց եւ ես հաճույքով ընդունեցի, իսկ ընդհանրապես նվերներ չեմ ընդունում։ Նելի Ռաֆայելյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Բայց անցավ 5 օր 2018 հունիսի 6-ին սկսում է շարժում։ Նոր Հայաստան, նոր հայրապետ, եթե հիշում եք։ Բայց մինչև այդ շարժումը գալ, հետևյալ հարցումը տա, որ հիշում եմ կյանքի խոսքից մի երիտասարդ, որը պաշտոն ունեցավ ՔՊ-ում, իրենց մի օր ելավ, ասեց, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանով է առաջնորդվում, ինքը իր դրածոն, այսպիսի բան, եւ ինքը ելավ այդ կուսակցությունից, թե այդ պաշտոնները թողեց, դուրս եկավ, որը ակնհայտ էր, ուրեմն Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, որ 18 թվականին ապրիլին ինքը այցելում է Վատիկան եւ այնտեղ նվիրում է Սուրբ Գայանեի վանքի մոկետը, ստանում է նվեր ընտանիքի, Սուրբ ընտանիքի արձանը եւ գրքեր, ուրեմն Սերժ Սարգսյանը իրեն ձևով թոշակի են գրգնա, հանգիստ արա եւ հարցում, եթե Սերժ Սարգսյանը չփոխեր սահմանադրությունը եւ նախագահականից վարչապետի չանցներ, Փաշինյանը երբեք չէր ընտրվի, չէր գա իշխանության, այսպես ասեմ, եւ երբ որ իրանք Մարիոթ հյուրանոցում հանդիպեցին, Փաշինյանը ասեց ժողովրդը ինձ հետ է, ինքը ասեց քեզ 5-6 թե 7% են տվել, ասեց չէ, ամբողջ ժողովուրդն է տվել, Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում, քեզ ժողովուրդ 6-7%-ն է տալի, դու այլևս դրանից վեր բան չես ստանա, բայց այն ինչ որ դու ստացար ոչ թե քեզ սիրելուց, այլ ինձ ատելուց, եւ եթե հիշեք Սերժ Սարգսյանը ինչ քայլեր էր անում, որ իրեն ժողովուրդը ավելի ատի, եւ Փաշինյանը սա խաղարկեց նաեւ, չէ, քայլ արա մերժի Սերժին։ Եվ այդպես եկավ իշխանության եւ պարլամենտի մեջ ինքը իրեն կուսակցությունները, չէ, կարծեմ ձայն տվեցին եւ ինքը շահեց, մեծա դարավ վարչապետ եւ այլն։ Հիմա գանք հետեւյալ մյուս բանին, որ սկսում է այդ շարժումը եւ հետաքրքիր գիտեք ինչ, այդ շարժումը սկսեց, իրանք պաստառներով դուրս եկան, պաստառների գույները, սրա մեջ ամբողջ սիմվոլիկա, խորհրդանիշ բաներ կան, որը կարանք ասենք այո եւ ոչ, բայց այդպես է, դեղին գույներ, այդ նույն գույններ, ինչ որ ունի Վատիկանի դրոշը, գույնը եւ կյանքի խոսքի լոգոն, այդ գույնի բաներով էին։ Եվ մեջը այդ պատկերների մեջ ես կտեղադրեմ, հիմա կտեսնեք, այսպես ձեռքերը բարձրացրած են մարդիկ, որը այդ շարժման մեջ, երբ որ Փաշինյանի կյանքի խոսքի մեջ, երբ որ աղոթում են, ձեռքերը բարձրացնում են, Փաշինյանի հետևից գնացողներ, այդ ցույցերին էլի ժողովուրդը ձեռքերը բարձրացնում էր, սրա մեջ շատ խորհուրդներ կար։ Ուրեմն այդ շարժումը սկսեց Հայր Կորուն Աբեղյան, Առաքելյան կարծեմ, որը Սուրբ Գայանե վանքի վանահայրն էր։ Զուգադիպությունը չգիտեմ։ Սա արդեն դուք որոշեք։ Հետաքրքիր ինչն է, որ նորից կրկնեմ, Փաշինյանը Հռոմի Պապի ճանապարհով անցավ, չէ՞, նկատեցիք Գյումրի, Հրապարակ, Էջմիածին, եւ ես 4-ի վրա շատ չէի անդրադառնում, այդ 4 կետը խոր վիրապը, երբ որ աղավնիներ բաց թողեցին, այսինքն այդ աղավնիները, որ միգուցե Թուրքիայի հետ հարաբերությունները, սահմանները բացվի, Թուրքիայի հետ լավ լինենք, խաղաղ լինենք, բայց Հռոմի Պապի հսկողության տակ։ Էդի ուրեմն շարունակենք։ Ուրեմն այդ շարժման մեջ Հայր Կորունի լրագրողները հարցնում են, ինչու եք ուզում վեհափառը փոխվի, ասեց, որտեվ ինքը զավակ ունի, կին ունի եւ իրեն հարցրեցին փաստ ունես, ուր է, նա ասեց գնացեք համացանցի մեջ, թերթերի մեջ կա, այնտեղ կարդացեք։ Լրագրողները ծիծաղացին, քմծիծաղ արեցին եւ հիշեցնեմ, ես ասեցի, որ դա առաջի անգամ այդ
ինֆորմացիան նետվեց Սերժ Սարգսյանի օրոք ինչ-որ թերթերի մեջ հայտնվում է։ Եվ հետո մոռացվում է եւ հիշում է Հայր Կորյունը։ Հետո ասում են լավ, հիմնական կարևոր պատճառ կա, թե չէ, ասում է Շենուդա Պատրիարքի պես ինքը չի աղոթում։ Շենուդա Պատրիարք, ով որ չգիտի, դա արդեն հանգուցյալ Ղպտի եկեղեցու պատրիարքն է, որը իրանք սուրբ են համարյա հռչակում եւ իրապես չի աղոթում, երբ որ լրագրողները ասին, բա եկեղեցու մարդը չի աղոթում, պատարագայում չի ասում, ինքը տենց չի աղոթում, բայց մարդը, գիտեք, ավետարան երևի չի կարդում, որտեվ Սուրբ Հոգին Պողոս Առաքյալը ասում է առաջի Կորինթացիս 12 գլխի մեջ, ասում է Սուրբ Հոգին տարբեր շնորհներ է տալի, ոմանց կառավարելու շնորհներ, ոմանց հրաշագործության շնորհներ։ Վեհափառը ունի կառավարելու շնորհ ունի, որը այսօր հայ եկեղեցում ինքը կառավարում է եւ նաեւ շինարարությամբ է զբաղվում, անում է այն, ինչ որ այս տարիների 70 տարիների ընթացքում բաց թողումներ ա եղել եւ այլն։ Հիմա այսօր վեհափառի մասին չպետք է խոսեմ, նաեւ շեշտեմ, որ շատ ծրագրեր կա, հիվանդանոց կա եւ այլն, որը Էջմիածինը հովանավորում է եւ անում է։ Հիմա նյութը դրա մասին չէ։ Եվ մարդը չի հասկանում, որ տարբեր շնորհներ կա։ Շենուդա Պատրիարքը եղած էր զինվոր, որը կռվում էր պատերազմի սպա է եղել, կռվել է Իսրայելի դեմ, այսինքն վստահ եմ մարտել է սպանը երևի եւ այլն, հետո զղջում է, ապաշխարում է, գնում է անապատի մեջ ճկնում է տարիներ եւ որոշում են իրեն պատրիարք անել։ Եվ մարդը, որը ճկնավոր է եւ անապատի մեջ սիրում է ապրել, դա հավատացյալները կհասկանան, մարդ, որը տենց կյանք է սիրում, ինքը չի գնա կառավարելու տենց ձիրք չի ունենա, ինքը տենց բաներով չի զբաղվի, հա, ադմինիստրատիվ բանով չի զբաղվի, բայց իրան բերում պատրիարք են դառնում, բայց այդ մարդը միշտ անդադ հեռանում, գնում աղոթում էր եւ մարդիկ կային, որոնք կառավարում են, ինքն իրան չէր կառավարվում, չէ՞։ Եվ ասենք այսօր պատրիարքի պես Շենուդայի պես պատրիարք կաթողիկոս ունենանք, որ աղոթի, որ քրիստոնյան չի աղոթում։ Ինչ գիտեք աղոթումա թե չէ, որտեվ աղոթքը ցուցադրական չի, որ դու ցույց տաս բոլոր որ աղոթում ենք, չէ։ Եվ այսպես է շարժումը սկսեց ընդլայնվել եւ հիշում եմ այդ ժամանակ մի քահանա կար, Տեր Արմեն քահանա, որը Անտիլասի միաբան է, այսինքն այնտեղ էր ձեռնադրված, Եվրոպայում ինքը ծառայում էր հայ Էջմիածնի թեմերից մեկում, շրջիկ քահանա էր, ես այդ պատմությունների մա այդ դարձի, ինքը սկսեց այդ ժամանակներում Շենուդա Պատրիարքի գործերն էր իր YouTube-յան ալիքով տարածում եւ ամեն անգամ խոսում էր հայ եկեղեցու, որ բարենորոգում պետք է լինի, փոփոխություններ, վեհափառը փոխվի, հոգեորականները սենց եւ հիշում եմ ինքը երբ որ նախկին Հայր Կորյուն Արմեն Առաքելյանը շարժումը սկսեց, ինքն էլ եկավ Եվրոպայից, միացավ Աննա Սուրբ Աննա եկեղեցում եւ երբ որ Հայր Կորյունին հարցրեցին բանի մասին, Արամ կաթողիկոսի մասին, ասացին միջև Արամ կաթողիկոս հարցրեց Գարեգին կաթողիկոսի մասին էր խոսում, ասեց բոլոր մեր վերջի 3 կաթողիկոսները KGB-ի գործակալ են եղել, այսինքն Գարեգին երկրորդ, առաջին եւ Վազգենը։ Լրագրողները զարմացան, ինչպես, այո, իրանց գործակալ են, իրանց են ծառայ է, ասեց իսկ Արամ կաթողիկոսը էլ ասեց դաշնակների կրունգի տակ է, ասես մի բան ասեց։ Եվ այդ ժամանակ Արմեն քահանան թողեց գնաց Հայաստանից եւ ինչքան հիմա եթե գիտեք իրեն կարգ առան, որտեվ այդ հիմա նյութը դա չի կարգ առան եւ ինքը նորից պայքարում է հայ եկեղեցու բարելավման նորոգման համար իր պայքարն է տանում, բայց նույն խնդիրները վստահ եմ կա Անտիլասում, ինչու չի խոսում Անտիլասի խնդիրների մասին, օրինակ, եթե խոսում է միշտ Էջմիածին, սա հարցական է, ուրիշ հարց է։ Ուրեմն ստեղ հարց է առաջանում, որ Հայր Կորյունը Արմեն Առաքելյանը հայտարարում է, որ բոլորը KGB-ի գործակալ են եւ այդ կաթողիկոսները ուրեմն եթե զավակ ունի անվավեր են։ Ու որը հիմա այսօր որոշ քահանաներ, որոնք կարգը առնվել են եւ
Փաշինյանը մեր վարչապետը Հայաստանի այս թեզն են բերում, որ վեհափառը զավակ ունի, ինքը անվավեր է կամ նման ուրիշ մարդիկ, որ այլևս ինքը կաթողիկոս չի, ինքը անվավեր է, այսինքն ինքը իզորու չի կաթողիկոս լինել, բայց հարց, այն վաղ Թայրկորունն էլ տրվեց այդ հարցը, ինքը կարծեմ չպատասխանեց եւ հիմա էլ։ Եթե ինքը Վազգենից սկսյալ անվավեր է, Գարեգին առաջինը անվավեր էր, բայց այդքան Վազգեն վեհափառի ժամանակ այդքան հոգևորական է օծվե, եպիսկոպոս, այդքան մերոն է էփվե, այդքան եկեղեցիներ է օծվե, կառուցվե, այդքան Գարեգին առաջինի երկրորդի ժամանակ, ուրեմն այդ ամենը անվավեր է, մեկ, երկրորդը, այդ մերոնը, որ իրենց օրհնել են, դա անվավեր է, ըստ իրենց, այո, անվավեր է, ուրեմն այդ մերոնով, որ դուք, որ լինելով քահանա, մկրտել եք երեխաներին այն Տեր Արամ քահանան, որը խաղալիքի միջոցով երեխուն օծում էր, չէ, այդ խաղալով, որ երեխան չլացի, հա, այդ մերոնը անվավեր էր, թե ոչ, թե զորություն չուներ, երևի զորություն չուներ, որ տենց էր անում, այսինքն հարցերա, որ ինձ համար հետաքրքիր է, ուրեմն անվավեր է, ուրեմն բոլոր ես էլ հետը, որ օծվել ենք, այսօր մենք անվավեր ենք, մենք հոգևորական չենք, մեզ ձեռնադրողը, մեզ Թորգոմ երջանկահիշատակ Թորգոմ Պատրիարքը, որ ինձ օծել է, իրեն էլ Վազգեն վեհափառն է, չէ, օծել, այսինքն ուրեմն մենք հայ եկեղեցի այլևս չկա, չեք մտածում դուք ինչ եք ասում, այսինքն աբսուրդ է, որ անվավեր է, եւ այդ թեզը նորից կրկնեմ այսօր էլ է տարածվում, որ վեհափառը զավակ ունի, ինքը անվավեր է, ինքը չգիտեմ ԿԿԲ-ի գործակալ է եւ այլն, այսինքն մի քիչ աբսուրդի բան է, աբսուրդի հաստող մի երևույթ է, որ ուրեմն եթե ինքը անվավեր եք դուք էլ հոգևորական չեք, գնացեք ձեր սքեմա արեք, ասում են ինքը արդեն կարգալուծ է, ինքը վեհափառը, ինքը չի կարա մեզ կարգալուծ առնել, եթե ինքը կարգալուծ է, այդ երեխան խո այսօր չծնվեց, եթե կա ըստ ձեզի, այսօր չծնվեց, այդ երեխան ծնված պետք է լինի 70 կամ որ թվականներին, օրինակ վերցնենք, հա, եթե այդպես է, ուրեմն 70 թվականներից ինքը անվավեր է, չէ, ուրեմն դուք էլ չեք ծնվել, ուրեմն դուք էլ եք անվավեր, որպես հոգևորական, զրո եք, հոգևորական չեք, պարզ աշխարհիկ մարդ եք, դրա համար ձեզ որ կարգել են տվել, հիմա առել են, իմաստ չունի, որտեվ այդ կարգը դուք չեք ստացել, այսինքն մի քիչ բան էլի խնդալու է, ծիծաղալու է, դե հիմա գանք մի քիչ քաղաքական բաներով, որը այսօրվա դրությամբ, այո, քաղաքականությամբ չենք զբաղվում հայ եկեղեցին ինչ-որ ասենք քաղաքական, բայց բաներ ես վերլուծում, տեսնում ես, որ այդ պետությունները իրենց գերպետությունները այսօր կայսրություն չեն, որոնք իրենց հարցերն են ուզում մեկին վնասելով, ինչ-որ մեկին մի կողմ քաշելով, ինչ-որ հարցեր լուծելով, գանք մեր հայաստանյան եւ նեղ այս մեր տարածաշրջանին գալով այդ պայքարը Ռուսաստան, Արևմուտք, Եվրոպա, Ամերիկա եւ այլն, այս կռիվները բերում են նրան, որ այսօր մենք Արցախը կորցրեցինք, հա, ինչ-որ Տրամպի ուղի պետք է բացվի եւ այս ամենը արվում է ինչով, արվում է նորից կրոնական բաներով, ինչպես սկզբից ասի, որ հայ եկեղեցու հայ ժողովրդի, հայ ազգի այդ անկոտրուն հոգին, ոգին, որ կա, դա եկեղեցին է պահում, այսօր երբ որ դու եկեղեցին կոտրում ես, երբ որ դու եկեղեցուց անջատում ես ժողովրդին, գայթակում ես, անջատում ես, հեռացնում ես, այդ ժողովրդին արդեն կարելի է դարձնել մի կներեք անասնային մի վիճակ, որը ցավոք սրտի այսօր մենք տրան ենք գնում, մենք տեսնում ենք մարդիկ եկել են արդարության համար, մայրաթոռ էին եկել, ոտքով հարվածում էին մայրաթոռի, այսինքն Էջմիածինի դռներին,
հայոյում էին դրան առջև, այդտեղ որտեղ խաղաղ մարդիկ, գիտեք, տուրիստներ, պարզ մարդիկ, ես էլ ժամանակին որ Հայաստան գալիս էի եկեղեցում աղոթ քանում, հետո դուրսը գալիս, այնտեղ նստարաններին նստում, այդ խաղաղությունն էի վայելում, այդ օրհնությունը, միայն պարզ, թեկուզ մարդիկ գնում գալիս են, բայց այդ խաղաղությունն էր վայելում, ու այսօր այդ օրերին եկան այդպիսի մի բան տեղի ունեցավ, հա։ Մարդիկ հարձակվեցին ճշմարտության համար, ինչ ճշմարտություն, դուք ինչ հավատք, ինչ Աստված ունեք։ Եվ գիտեք, այսպես անելով Աստծո խոսքը ասում է, չէ, իմաստությունից Աստծո երկյուղն է ծնվում, չէ, Աստծո երկյուղից իմաստություն է գալիս։ Այսինքն մեր մեջ այդ իմաստությունը կորավ, այդ երկյուղը մեզանից վերցնում են այս տարիների ընթացքում եւ այդ իմաստությունն են կորում, այդ տեսնում ենք մարդիկ ինչ սխալ բաներ են անում։ Եվ նայեք այս քաղաքական ամբողջ բանի մեջ այնա որ հայ ժողովրդին դարձնեն սպասարկող անձնակազմ, որը անհոգ լինի, որ թողնեն Հայաստանն էլ գնան, լավ կյանքի համար են եղածնել, չթողնեն գնան, եւ ինչ լինի, կամ էլ շատ-շատ եկեղեցին դարձնեն միայն բան հայաստանյան եկեղեցի դարձնեն, այսինքն մի հատ sense փոքրիկ թեմի պես լինի, որը կամ կենթարկվի կաթոլիկ եկեղեցուն, անուղակի ձևով կամ ռուս եկեղեցուն, ոնց ուզում եք կարեք, կամ էլ ինչ որտեղ մի այլ կենտրոնի, բայց պատահական չի, չէ, որ Թրամփն էլ Թրամփի ժամանակ ընտրվեց նոր Հռոմի պապ, չէ, Լևոն Պապը, որը պատահական չէ, այդ անունը վերցրեց, որը մենք ասում ենք Պիղծ Լևոնի տոմարը, չէ, որը Քաղկեդոնը բերեց, Պարակտուն բերեց, շատ հիմա չխորանանք, բերեց Իրան ինքը դրեց, հիմա ինքը դրեց, Իրան ընտրեցին, թե ինչ, բայց տենց բան հելավ, չէ, Տրամպը հելավ Հռոմի պապի հագուստով հասկացեց, որ ես եմ Հռոմի պապը, ես եմ իշխողը, եւ առաջի այցելությունը, Հռոմի պապը ինչ արեց, սրբադասեց հայ կաթոլիկ եպիսկոպոսի, որը նահատակվել էր Եղեռնի ժամանակ։ Եվ Հայաստանից վարչապետը գնաց, այցելեց այդտեղ, հաղորդություն առավ եւ Հռոմի պապը առաջի այցելությունը արեց Թուրքիա եւ Աթաթուրքին արձանին, թե Գերեզմանին ավելի ճիշտ, ծաղիկ դրեց։ Սրա մեջ շատ խորհուրդներ կա, գիտեք, որ փնտրենք նայենք, ամբողջ արվում է, որ հայ ազգը, հայ ժողովուրդը անջատեն եկեղեցուց, տկարացնելով հայ եկեղեցին, նսեմացնելով մեր հավատքը, որ հայերս դառնան կամ կաթոլիկ, կամ էլ վերջը մի մասն էլ գնա իսլամ դառնա, էլի շահի համար, որտեվ կաթոլիկ եկեղեցին էլ իր միարարական շարժումը 12, 13, 14 դարերում մեծ գործունեություն էր արել, որին դեմ առավ Սուրբ Գրիգոր Տաթևացին, Տաթևի դպրոցը որոտնեցին, նշեցին, այդ սրբերը, մեծ սրբերը, որոնք այդ կարողացան դեմը առնել Աստծո խոսքով, տեղել կա ասում բռունցքներով պաշտպանեցինք մեր հավատքը, մեր եկեղեցիները։ Դրա համար սիրելիներ, հարգելիներ, այս ամենը ինչ որ կատարվում է, հասկացեք, սա այն կռիվը չի, վեհապար երեխա ունի, չունի, կամ այստեղ բարելավենք, չգիտեմ ինչ անենք, բարելավել ուզում են անեն նրա համար, որ եկեղեցու այդ համակարգը քանդվի, որ այդ բարելավելուց հետո դրսի գտնվող եկեղեցիները, այսինքն թեմեր, պատրիարքարանները բաժանվեն, անջատվեն իրարից, փյուրքը տրոհվի, Հայաստանից կդրվի։ Այսօրվա հետաքրիր մի բան, նորից գանք Սուրբ Գայանե վանքին, երբ որ պետք է այդ եպիսկոպոսները, սրբազանները եւ այդ կարգալուց եղած քահանաները պետք է հանդիպեին իրենց հայտարարությունը տային մայրաթոռում, իրենց կոչով, չէ, որ իրենք հավաքվել էին Սուրբ Գայանե վանքում եւ Սուրբ Գայանե վանքից եկան մայրաթոռ։ Չգիտեմ ինչ կա սրա մեջ, էլի, այդ էլ դու մտածեք, աղոթեք, որ
Աստված ողորմի մեր ազգին, ների մեզի, մեր բոլորիս իրար համար խնդրենք, որ Աստված ների բոլորիս, որոնք կամա ակամա, գիտակցաբար, անգիտակցաբար մեղանչում են։ Գիտեք, մեր ազգին, ինչպես սկզբից ասեցի, շնորհ է տրված, մեզ առաքելություն է տրված, որը մենք չենք անում, որտեվ մեզի խանգարում են, դարեր շարունակ խանգարում են, բայց մենք ունենք այդ ամեն ինչը անելու այդ հնարավորությունը եւ Աստծո կամքով պետք է կատարենք, բայց դեռ չենք գիտակցում։ Օրինակ ես նայում եմ հրեա ժողովրդին իրանց կրոնական ազգային բաներ, որը կրոնական են ավելի եւ ազգային մարդիկ հավատում են, որ իրանք Աստծո ընտրյալ ժողովուրդ են։ Իրանք գիտակցում են դա եւ դրանից ելնելով են իրանք անում, որտեվ իրանք գիտեն, որ պետք է ճիշտ ապրեն, որ Աստված իրանց օրհնի, որտեվ գիտեն, եթե սխալ են ապրում, Աստված իրենց չի օրհնում։ Այդ իրանք դրանով ապրում են, իսկ մենք չենք ապրում, մենք դա չենք գիտակցում։ Մենք պետքա դրա մասին մտածենք։ Դա շատ կարևոր է, իսկ որ հելել են մարդիկ, որ ուզում են նորոգեն եկեղեցին։ Գիտեք, դա մի Սուրբ Հոգուն հայհոյանք է, նորոգել եկեղեցին։ Աստծո կամքով, եթե ստացվի, ես մի տեսահոլովակել կպատրաստեմ, թե ով կարող է նորոգել եկեղեցին, դրա մասին։ Ուրեմն հուսամ հասկացաք այս ամենը, ինչ որ ասեցի, մի քիչ կավայև խառը տեղեկությունները շատ էր, խառն էր, բայց ընդհանուր պատկերը սա էր, որ մեզի միշտ ուզեցել են կտրեն մեր եկեղեցուց, մեր ակունքներից, որպիսի դառնանք թուլամորթ տկար ժողովուրդ։ Եվ այդ ժողովրդին հեշտ է կառավարել, որը մենք տեսնում ենք ինչպես է դա արվում, հիմարացնեն, ապուշացնեն։ Իմաստություն ձեզի, թող Աստված օրհնի, շնորհակալ եմ ձեզ, մնաք խաղաղությամբ։